Սիրում եմ բոլորից սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, ես ուզում եմ, որ բոլորդ էլ լավ լինեք, ես քանի օր ես ակլորների վաճառքի մեջ եմ, այդ գործերով եմ զբաղված, այսօր առավոտը նմանապես և ձեզ չեմ միացել, քանի որ լինում ապահեր, որ չեն կարողանում տեսախցիկը արագորեն վերցնել, ասել վայ, սպասի պիտի նկարեմ, ամեն բան լավ է ընթացել, ամեն ինչ իմ սրտով է սիրելի հետևորդներ ջան, ոնց որ թե ձեն-ձենի տված, հավաքվեցիք, եկաք, ակլորներս տարաք, որ անուշան եք, մեկը տարավ այդ պահին իր առիթի, մեկը տարավ, որ իր ընկերոջ հետ նստի, զրուցի, մեկը տարավ, որ բանի, մատաղանի, տապլանի, մեկը ակլորացու տարավ, տարան նաև ռեստորանի համար, սիրելի հետևորդներ ջան, երկու հատնել պահ են տվել ինձ, խնդրել են, որ մինչև կիրակի պահեմ, իսկ իմ ակլորացուներին իհարկե չեն կպչում, նրանք ակլորացու են, նրանց ժամանակը չի դեռ, որ ինչ պետք է արվի, հիմա մնացել են 10-ից ավել փոքր ակլորներ, որոնք դեռևս ծուղրուղու անգամ չեն կանչում։ Ես իմ առավոտվա կոֆեն խմել եմ, հյուրասիրություն եմ կատարել, հիմա էլ եկել եմ, որ ձեր հետ մի բաժակ կոֆե եփեմ, խմեմ, իմ գործերով նորից ու նորից ձեզ միանալ։ Դե ինչ եկեք կոֆե գնենք եփվելու։ Արևոտ է եղանակը, բայց քամի սառնա, միտք է անում մեղուներին նայեմ, բայց քամի սառնա։ Ինձ թվում է դա կեսօրից հետո կլինի, ախր կեսօրից հետո էլ ուրիշ գործեր ունեմ, էլ չասեմ, որ պետք է գնամ աշխատանքի, նաև խոսել եմ տաքսու վարորդի հետ, պետք է Ալավերդի քաղաք գնամ, հիմա տեսնեմ այդ ամեն ինչը ոնց եմ դասավորում, տեղավորում և առաջ գնում։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, նաև որպես եղանակարևային ուզում եմ իմ ծաղկած ծառերին տեղ սրսկել, արդեն տեղը բերել եմ, այս տեղը, որ ջրով բացեմ, այս ընթացքում մինչև որ կոֆեն կեփի, այս տեղը ճիշտ է, ասենք, ծաղկած ծառերի համար օգտակար է, որպես վնասատուներին ոչնչացնող, բայց ընդհանուր առմամբ ինքը մեր համար թունավոր չէ, մենակ մի քիչ էլ վախենում եմ, որ ասենք մեղուն կիջնի ու մեղվի կվնասի, բայց չեմ կարծում, որ մեղուն դեղի հոտն առնելով իջնի ծաղկի վրա, հետո մանավանդ, որ ժամեր կա, որ այդ ժամերին մեղուն չի գալի ծաղկի վրա, այլ առավոտ շուտ գնում է անտառները, անտառների ծաղիկների վրա է աշխատում, մինչև որ, ասենք, գալիս է նոր ծաղկած ծառերի վրա է իջնում։ Այս պահին ես նաև մի քիչ հետազոտություններ եմ կատարել, նկատել եմ, որ այս ժամին մեղուներս ծառերի վրա չեն հավաքվել, դրա համար ուզում եմ կամաց դեղորայքը բացել, այս բանկարի մեջ մի քիչ ջրով կբացեմ, սա 10 լիտր ջրի համար է, սիրելի հետևորդներ ջան, միջատասպան դեղն է, անունը ինձ անկեղծ չի հետաքրքրում, կարող այդ պահին հարցում եմ, բա ինչ այս դեղի անունը, հետո նույն վայրկյանին էլ մտքից չեմ պահում, որովհետև ինձ չի հետաքրքրում և վստահորեն ամեն տարի ես նույն տեղից այդ տեղը գնում եմ, բերում եմ իմ ծաղկած ծառերին, սրսկում եմ, որ միրգը չճիճորվի, սիրելի հետևորդներ ջան, այս աղբիտոպրակը դնեմ այստեղ, հիմա այսքան դեղը մի քիչ ջրով ուզում եմ բացել, անպայման պետք է դեղը լավ բացվի, հետո նոր ընդհանուր ջրին միախառնեմ, այսպես, այս փայտե ծողով կխառնեմ, կամ էլ բանկան սենց կպտտեմ, դեղը այսպես մի քիչ հոտ ունի, ոչ շատ ծանր, քանի որ նաև ծաղկած վիճակում, չէ, որ դա պտուղ է դառնալու, մարդկության համար թունավոր չէ, դոզան այնպիսի դոզա է, սիրելի հետևորդներ ջան, որ միայն այդ փոքր մանր-մունր միջատներին է վնասում, որ չմտնեն մրգի մեջ, պտղի մեջ ու ձու չդնեն, որ հետագայում այդ ձուն հենց մրգի մեջ դառնում է արդեն վնասակար
կրծող միջատ, ներսից միրգը ուտում է, փչացնում է, հետո միրգը ինչքան էլ դրսից սիրուն ալում, քանի որ ներսից վնասված է, այդ միրգը դիմացկուն չի, շուտ ծառից ընկնում է, կամ էլ եթե մնում էլ անգամ պատահում է, չէ, որ մենք կտրում ենք ու տվյալ միրգը ջիջորված է լինում, մեզ դուր չի գալի ու դեն ենք նետում։ Դրա համար, երբ որ ժամանակին այս դեղորայքները սրսկում ենք, արդեն մենք ունենում ենք առողջ մրգեր։ Հիմա մի քիչ էլ այսպես կթողնեմ, որ ջրի մեջ ինքը փափուկանա, նաև համեմատելով այսքան տարիների կատարած իմ աշխատանքի հետ, որ այս ծաղկածառերի տեղը, որ ես սրսկել եմ, իմ մեղուներին վնաս չի եղել, բայց ամեն դեպքում ամեն անգամ կասկածը սիրտս է մտնում, կասկածը շատ վատ բան է, սիրելի հետևորդներ ջան, բայց երբ որ ամեն բան գրագետ ենք մոտենում, տիրապետում ենք այդ ամեն ինչին, արդեն այդ կասկածները հոտս են ծնդում, կոֆեն շուտով կերպի։ Քանի որ հավերից դուրս եմ հանել, այդ մարդիկ, որ եկան տարան, միանգամից մեծ քանակով տարան ռեստորանի համար, այդպես ոտքի վրա, էլիս չեմ չարչարվել այսօր, 3 երեկոյան նմանապես, սիրելի հետևորդներ ջան, և մեծ խմբականակով այս օրերին արդեն ես իմ աքլորներին տեղավորեցի, բոլորին հալալ լինի, բոլորին անուշ լինի և ում էլ որ չեմ կարողացել հասցնել, ապա սրտից դարդ է մնացել անկեղծ, քանի որ շատ զանգեր եմ ստացել Վանաձորից, Երևանից անգամ, ինձ պատվիրել են, որ ես մաքրած վիճակում առակ եմ, և այդ բոլոր խնդիրները թեպետև արանքում կա, ասենք առաքման հարցում, կամ տաքսիով պիտի ուղարկեի Երևան, իսկ Վանաձոր ավտոբուսով դա էլ պիտի կարգավորվեր, բայց քանի որ արդեն տարել էին, չկարողացա ձեր պատվերները ձեզ հասցնել։ Մեր կյանքում շատ բաներ կա, որ մեր սրտով չի դասավորվում, ինչքան էլ որ սրտով ուզում ենք, այլ կերպ է դասավորվում, կարևորը ես սրտով կուզեի, որ բոլորիդ էլ հասցնել, ուղարկել, առաքել, բայց որ այդպես է դասավորվում, ես էլ հետ չեմ տվել այն մարդկանց, ովքեր անմիջապես եկել են իմ տուն, իմ տան շեմը և արդեն իրենց եմ տվել, իսկ այն փոքր աքլորները, որ դեռևս ծուղրուղու չեն կանչում, նրանց էլ կպահեմ, կմեծացնեմ ու արդեն ժամանակը կգա, կհասկանամ նրանց հետ ինչ կերպ եմ վարվում, քանի որ դեռ նրանց երկար կպահեմ, իսկ այդ երկուսը, որ խոսք եմ տվել մինչև կիրակի պահեմ, մինչև կիրակի կպահեմ, մինչև որ Տերը կմոտենա և կտանի, սիրելի հետևորդներ ջան, ձեր կոֆեն վերցրեք, մոտեցեք ձեր սիրելի վայրին, միացրեք իմ ալիքը, դիտեք իմ ալիքը, լայքեք, տարածեք, բաժանորդագրվեք, չեմ տողեր ուղարկեք, որոնց պակասը չեմ զգում, բոլորիդ նախապես շնորհակալություն եմ հայտնում, ովքեր նոր են միացել իմ ալիքին, բարի գալուստ իմ ալիք, և սիրելի հետևորդներ ջան, նաև ձեր լավ ընկերներին ցույց տվեք իմ ալիքի տեղը, որպեսզի էլ ավելի մեծանա մեր յութուբյան ընտանիքը։ Դե գիտեք արդեն, ինձ ես իմ բաժակը վերցնում եմ և գնամ դրսում խմեմ իմ կոֆեն և այդ ընթացքում հսկեմ իմ չալտիկ-մալտիկ հավերին։ Գնացի։ Եկեք։ Ջու։ Աշու։ Արակի մեջ դուռը փակում եմ, այսքանը չեմ տալի, խափեցի էլի, այն որ ասմա հավը կտին ամերած, դա ճիշտ խոսք է, սիրելի հետևորդներ ջան, քանի որ իրանց
Այդ շամի ցորենը կերել են, դրան էլ գումարած, բաց թողած են կանաչ խոտը կերել են, քուջուջեն արել, մի պոճուր ցորենով խափեցի, փագեցի, որ կայնամ գնամ այդ տեղը ծառերին սրսկեմ։ Հավերս լավ թեթևացել են, այն ակլորները հավերից շատ էին նեղացնում, իրանք իրանց էլ էին նեղացնում, իրար կատար պոկ էին։ Հավերին էլ շատ նեղացնեին, հավերս տինդի թաքնվեին, այդքան շատ ակլորները հրճակվեին մի անգամից։ Այսենց։ Սենց որ աչքով մտիկ եմ անում, թե մի քիչ ոնց հասած ինձ մար անսովոր է, էլի, որ մի անգամից այդքան շատ ակլորը գնաց, ինձ մար մի քիչ անսովոր է, էսա աչքս էս քանակին էլ կվարժվի, հետո մի հայացքից կհսկանամ, որ հավսա եկել, որ հավսա պակաս։ Այսենց, այդքան ցորենը ըստի ծածկում եմ, թողում եմ, որ Վիկվա վաղտը կգամ կտամ, ըստի աման կա էլի ծածկեմ։ Երկեցեք, մարիները ձվեն էլ են, գնացեք են կրանը արև կողարեք, ես էլ գնամ արդեն այդ տեղը սրսկեմ, սիրելի հետևորդներ ջան, ուղղակի հարցենա, որ ուժեղ քամյա, վաղտ վիկենում, այդ կարա ինձ խնգարի, հլատենան ոնց եմ դասավորում։ Սիրելի հետևորդներ ջան, տեղցենուն արդեն այս տեղը սրսկել եմ, քամու ուղղությունը վերցնելով 4-ի կռնովը պտիտ եմ եկել, հմ եկել եմ մեծ բաղչես, ըստի դամբիլա, տանձա, խնձորա, Սերգևիլը դեռ չի բացվել, են էլ իրա ժամանակին, մի խոսքով հմի այս պահին քամին կանգա առել ու արդեն միացնեմ գործիքը։ Ճիշտ է քամին դբա ինչ չի բերում, տեննա տանում, դրամա պետքա գնամ ներքի կուրը, որ այդ ինչքան էլ որ քամին տանում է, անտեղի տեղը չտանի էլի, ծառի վրա հասցնի։ Մեղուները դեռ չեն եկել, հանդումն են մեղուները։ Եկա այս մի կուրը հասա, ստյանը սկսեմ։ Իսկական վաղտնա է։ Ինչքան էլ քամին տանի ամեն դեպքում, իր վրա էլ է նստում այս տեղը։ Պետք է այնքան սենց պտտեմ, որ այդ ծառի ճղկներն էլ թացելի էլի, քանի որ այդ միջհատնին ճղկների վրա էլ են բուն դնում։ Հմի սիրելի հետևորդներ ջան, գնում եմ այն մեծ տանձենու կուշտը։
պետք է գնամ բաղ չեն կողքը, ընդել ծառեր ունեմ, թամբիլ ունեմ, խոշոր բալ ունեմ ծաղկելա, սիրելի հետևորդներ ջան, են վերևն է, բայց առաջի հերթին ուզում եմ ըստի սրսկեմ այս տեղը, ինչ անեմ, հլա փորձեմ սենց մոտիկացնեմ, որ տեղը քամի շատ չի տանի, էլի, այս էլ ձախ ու ձեռով հեչլում չի, այս տեղը 2 ժամ իր ներգործությունը թողնում է, 2 ժամից հետո արդեն կարամ հավերս բաց թողում, բայց բաց չտիմ թողուլ, քանի որ գնալ դիմ ալավերդի, սիրելի հետևորդներ ջան, պլյուս դրան աշխատանքի հավերի մների գունը բաց կթողում, քամին կտրել այս պահին, տեղուներս էլ հանդումն են, սուտի մուտիմ 2 մեղվա պտիկ կարի, Ընդհանուր առմամբ, որ այս տեղը ես սրսկում եմ, արդեն ինձ հանգիստ եմ զգում, որ ես իմ անելացուկը արել եմ, ես իմ անելիքը արել եմ։ Քանի որ այս տեղը իմ համար թունավոր չի, ես դիմակ չեմ դրել, սիրելի հետևորդներ ջան, այս գործից հետո կցայվեմ մի լավ, հետո արդեն ամեն բան նորմալ կմքանա, գիտեմ շատերդ կան հանգստանակ, կասեք Անուշկա ջան, կթունավորվես, դիմակ չես դրել, բայց թե սա այն տեղը չի, որը ես հենց սրսկելուցը թունավորվիմ, ամեն արդեն ադապտացվել եմ ամեն տարի, ամեն աստծու տարի, այս վաղտը ես այս տեղերը սրսկում եմ, դեռ մի բան էլ այլ չեմ, հա, մի բան էլ ասեմ, որ այս տեղը ոչ ֆոնի ծառին եք սրսկում, հոնը, ոչ էլ Գրաղաթը հաղարժնա, սիրելի հետևորդներ ջան, բայց թե որ ոնց սովորենք թենց էլ ասվում է, էլի։ Ըստի ծաղկել չի Սերգեյվիլը, ըմբի պապական Սերգեյվիլնա, քանի քամին մի քիչ դեռ դադարել է, ես անց կենամ գործի, ասեմ, որ ես մեծ խնձորենին ծաղիկնին լրիվ բաց չի արել, դրածերը մնել տիմը զբաղվիլ էլի, ինչ արած, բայց թե արդեն ես լրիվ բացվել է, չէ, Սրա վրա էլ կա հատուկ են, որ կոկոմնին բաց չել է, դե ես իմ գործն անեմ, սիրելի հետևորդներ ջան, որ հասցնեմ գնամ աշխատանքի, գնամ ալավերդի։ Ծաղկած չի, բայց դե տեղը այլի հազի վստի եմ մի պուջուրել իրա վրա, ես տեղից հպչեմ։ Քանի որ տերևների վրա էլ ալում էլ է միջատները։ Հետո մեծ խնձորենին։ Ես արդեն կարամ ցած դնեմ, հետո սկսեմ։ Բալի իմ խսմակիցն էլ քամին կտրվի։ Արդեն գնում եմ աշխատանքի, սիրելի հետևորդներ ջան, ու հասնում եմ արդեն Քանի որ եղանակ արևային ու պարզա, ամպերը հետ ենք հաշվել, ուզում եմ, որ տեսնեք լալվարի ձինը, հենա հեռվում երևում է, կապույտի ներքևը, սպիտակ ձնած մեր լորվաձորի թագուհի լալվար սարն է գտնվում, որը ապահովում է մեր տարածաշրջանի բնության ջուրը, խոնավությունը, Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, արդեն գիտեք, թե ինչ գործերի մեջ եմ ու աշխատանքից հետո արդեն տաքսովարորդի հետ եմ խոսել, կգնամ Ալավերդի քաղաք իմ գործերով, չգիտեմ, ինչ ձևով կարող եմ միանալ, թեպետ եւ կուզեի, որ գնամ, շրջեմ, խանութներով պտտվեմ, բայց գործերս բանկի հետ է կապված եւ ամեն բան ուզում եմ արագ ավարտել, հետ գալ իմ տուն, իմ տնտեսության գործերն անել, տեսակ որ հավերին փակեցի, ու այս արևոտ եղանակին իրանք չխղճանան,
պետք է նորից գամ, որ իրանց խնամքը կատարեմ։ Այս ընթացքում, որ ես համ քայլում եմ, համ իմ տեսախցիկը պահում եմ դեպի գեղեցկուհի Լալվար Սարը, սիրելի հետևորդներ ջան, մի լավ տեղին վայելեցիք մեր սիրուն բնության տեսարանը, որը նույնպես նպաստում է բոլորիս տրամադրությունը բարձր պահելու համար։ Դե ինչ, ես արդեն աշխատանքից վայրին եմ մոտենում եւ արդեն նկարահանումներս ճանապարհից կսկսեմ հնարավորինս։ Համարյա թե տեղ եմ հասնում, սաղ ճամփին նկարահանումներ չեմ արել, որ հասնեմ քաղաքի մոտակայքերը ու նոր սկսեմ իմ նկարահանումները, քանի որ շատ հետևորդներ ունեմ Ալավերդի քաղաքից, ովքեր ապրում են հեռուներում, վստահ եմ, որ կարոտել են իրանց քաղաքը տեսնեն, վերևի ճամփից այս պահին իմ տաքսին վերևի ճամփով է սլանում, հատկապես, որ ներքևի ճամփ են, որ անցակ ենում քաղաքի միջովը, վերանորոգման մեջ գտնվում, այն տարի, որ դեպետը հեղեղումներ էր արել, մեծ վնասներ էր հասցրել, այս պահին կառավարության կողմից մեծ շինարարական աշխատանքներ ընթանում, ու սաղ քաղաքի ճամփենին քարուքանդարած է, սենց ասեմ էլի, մենակ այս վերևի ճամփենա, որ հարթ ասֆալտ է, ոնց տենում եք արևը շողշողում է, համաձմռվա պես ցուրտ է, սիրելի հետևորդներ ջան, տաք եմ հագնվել, մի կրնիցը Լալվարի Սառը քամինա փչում, քանի որ շանս տվի սաղը դել տեղակ, որ այնի ձևյա ծնած, մի կողմից էլ դեպետի Սառը քամինա փչում, էսա, որ կամուրջի մոտ ենք հասնում, դուք էլ կտենաք պղտորված վարարուն դեպետը, սիրելի հետևորդներ ջան, ըստ երկու հատ կամուրջ կա, մի կամուրջը այս կողմով մտնում ենք, այն մյուս կողմով, այն մյուս կամուրջով հետ են վերադառնում, աչու ձախա, այս ճամփեն որ տեղակ, այդ արդեն քաղաքի ներսն է տանում, իսկ այս կողմով նաև քաղաքից դուրս է գալի, բայց շուտով ստեղ շրջադարձ կկատարի եւ արդեն նորից քաղաք կմտնենք, քանի որ Ալավերդի քաղաքը ծվարած է այդ ժայռ քարափների մեջ, դեպետի ափին, մի քիչ ցիրուցանա այդ ամեն ինչը կառուցված, սիրելի հետևորդներ ջան, այստեղ շրջադարձ ենք անում եւ նորից եմ ուզում ցույց տալ մեր հրաշք լորվա չնաշխարհիկ բնությունը, ժայռ քարափները, որտեղ մարդիկ հաստատվել են, շենքեր են կառուցել, այն վերևի ճամփեն սպիտակ գծանշով գնում է դեպի Ալավերդի Սարահարթ, այնտեղ նույնպես մեծ քաղաք է եւ մեծ բնակչություն, այնտեղից նույնպես հետևորդներ ունեմ եւ գիտեմ, որ կարոտացրտով կնայեն եւ հոգոց կքաշեն, դե ինչ էստեղ հասա։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, մեքենայից իջել եմ, բայց այլ նկարահանումներս մի քիչ համեստորեն կանեմ, շատ չեմ խոսի, քանի որ արդեն բանկ եմ մտնելու եւ գործարք եմ կատարելու։ Մնացածը լռության մեջ ցույց կտամ ես հնարավորինս։ Արդեն տուն եմ գնում, սիրելի հետևորդներ ջան, գործերս վերջացրի քաղաքում եւ իմ ուշքի միտքը իմ տան, իմ տնտեսության գործերում է, լավ գիտեք շատ-շատերդ, հիմա եկեք միասին վայելենք նորից ու նորից մեր լորվա չնաշխարհիկ, գեղատեսիլ բնությունը, ինչ բառերով նկարագրեմ, ինչ հիասքանչ բառեր ասեմ, միայն տեսնել ու զգալ է պետք, մի փոքր լռեմ եւ դուք վայելեք։
Այս մեջ ժայռ քարափների ներքևով է հոսում դեպետ գետը, սիրելի հետևորդներ ջան, որը ստացել է գիժ դեպետ անունը, քանի որ շատ է վարարում քար ու քարափներով, այդպես իրար խփվելով հատուկ ձայներ է հանում, վշվշոցներ է հանում, տեղ-տեղ էլ հանդարտ է հոսում, ահա տեսեք, ցույց եմ տալիս, նաև ասեմ, որ աշխարհում միակ գետն է, որ հասարակածին հակառակ է հոսում։ Ես արդեն տանն եմ տուն հասնելուն պես իմ կոֆեն եմ դրել եփվելու եւ արդեն հանգիստ եմ, գործերս արել եմ, առաջ եմ տարել եւ ինձ լավ եմ զգում։ Մենակ կոֆես կվայել եմ, հավերից դուրս կհանեմ, կհսկեմ, ես էլ այդ ընթացքում կհանգստանամ եւ իմ լավ ու բարի գործերով իմ հաջորդ վլոգում կմիանամ ձեզ։ Իմ կոֆեն եփեց արդեն։ Ահա Մինչև որ հագուստս կփոխեմ, կոֆես էլ կգա իմ սիրելի աստիճանի խմելու համար, հետո արդեն հավերին բաց կթողնեմ։ Երկար ճանապարհ գնալ գալուց հետո միշտ ուզում ենք մի փոքր հանգիստ առնել, մի քիչ մնալ լռության մեջ, որպեսզի մեր ուղեղին թարմություն հաղորդենք եւ առաջ շարժվենք։ Երեկոյան ժամերի այս շքեղ պատկերասրահը ես դրսում իմ հավերին հսկում եմ եւ այս պահին ինձ այն տվեցին հյուրեր ունեմ սիրելի հետևորդներ ջան, մի տեսնենք, մոտեցել են ինձ, եկեք, համեցեք, բայց նախապես ինձ հասկացրել են, որ կադրում չեն ուզում Երևան, մոտեցեք, ես այստեղ նստեմ, ոնց հասկանում եմ, նվեր ունեմ, արի տղա ջան, արի տեսնեմ, քուրիկի հետ ինչի համար ես եկել։ Ծաղիկը նվիրեմ ձեզ։ Վայ, իմ համար ծաղիկ եք բերել, ապրեք շատ, ապրեք։ Քույրիկն ա սարքել, հա։ Ապրի քուրիկը շատ ճաշակով ա, ձեռքի աշխատանք ա, սիրելի հետևորդներ ջան։ Իմ դիմացի հարևաններն են, իմ հետևորդն են եւ իմ համար այս սենց սիրուն նվեր ա պատրաստել։ Ինքը հատուկ էջ ունի, ձեռքի աշխատանք շնորհում, սիրելի հետևորդներ ջան, եթե ձեզ կհետաքրքրի, զանգի, խելոք մնացեք։ Ուղղակի չեն ուզում կադրում Երևան, դե սիրելի հետևորդներ ջան, այդ արդեն պիտի հարգենք մարդկանց որոշումը, ամեն դեպքում շատ զգացված եմ, աղջիկ ջան ապրես, որ սենց ձեռքի շնորհք ունես։ Մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, եթե ձեզ կհետաքրքրի, եթե ձեզ դուր եկավ, տիսմաներով վարդերա պատրաստում, էջ ունի, Facebook-յան էջ ունի, ձեռքի աշխատանք շնորհում, կարող եք այդ էջով դիմել եւ դուք էլ ունենալ այսպիսի սիրուն վարդեր, ձեռքի աշխատանք։ Նաեւ այս թղթերը, որ փաթեթավորել ա, գույների հետ համադրել ա եւ իմ սիրելի գույնն է։ Ճաշակով շատ շնորհակալություն եւս մեկ անգամ։ Իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, զանգի խելոք մնացեք։ Դե ես էլ տեսնեմ ինչ եմ անում։